Դեռևս փետրվարի 29-ին մեր կողմից հայցադիմում էր ներկայացվել հետևյալ պահանջով՝ ոչ իրավաչափ ճանաչել կրթության գիտության նախարարության գործողությունները եւ ըստ էության որպես հետևանք պետրեգիստրի իրավունքի գրանցում կադաստրի մյուս այդ հարցերի վերաբերյալ որպես հետևանք էր ներկայացված։ Դատարանը մեզ նշված հայցադիմը վերադարձ է արել եւ մենք փոխել ենք մեր հայցի էությունը, ընդ որում վարչական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից ելնելով տնօրինչական իրավունքը պատկանում է հայցվորին, հայցվորը ինքն է որոշում, նախ դատարանում հայցը, ասենց ասեմ, վարչական դատավարության օրենսգրքի համաձայն հայցը գործը քննվում է հայցը հարուցելու հիման վրա։ Երբ որ հայցը մենք հարուցում ենք դատարանում, այսինքն հայցվորն է ներկայացնում, ինքն է իր պահանջի իրավատերը, ինչա պահանջում, ինքն է իրավատերը, թեև դատարանը ունի ֆունկցիա ex officio ներկայացնելու եւ մատնանշելու թերությունները, ուղղորդելու նաեւ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինելու ճիշտ հայցատեսակի, այդուհանդերձ միայն հայցվորն է որոշում, թե ինքը իր պահանջը որ հայցատեսակի տրամաբանության ներքո է ներկայացնում։ Հիմա, երբ որ մենք կրկին ներկայացրել ենք արդեն շտկելով մեր թերությունները, սխալները, դատարան, մուտք ենք արել, արդեն մեր պահանջը հստակ ձևակերպել ենք հետեւյալ ձև, որ պետական ռեգիստրում իրավունքի ես կրճատ եմ ասում, որպեսզի պարզ լինի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իրավունքի դադարեցումը եւ վերակազմակերպումը, որը որ տեղի է ունեցել, անվավեր ճանաչվի, վերացվի եւ ըստ էության եւ ոչ թե որպես հետևանք կամ եւ ոչ իրավաչափ ճանաչվի կրթության գիտության նախարարության կողմից կատարված գործողությունները, որոնք բխում են որոշումից, կառավարության որոշումից։ Այսինքն ակնհայտ է, որ մենք ունենք հիմա ստեղ նաև մենք եկել ենք Արդարադատության նախարարության պարզաբանումը տվյալ պարագայում, որը վերաբերվում էր նաև սրան, որ այդուհանդերձ իրենք ներկայացրել են, որ Գոյ թատրոնի հայցը որպես այդպիսին ճանաչման հայց է, ըստ էության իրանք հղում են կատարել դատալեքս տեղեկատվական համակարգին, որ վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով, որ դատալեքս տեղեկատվական համակարգում արկա տեղեկատվության համաձայն թիվ ՎԴ 219505 վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց, ես փաստում եմ բոլորը տեղյակ, թե դատալեքս տեղեկատվական համակարգը տևական ժամանակ ինչ կարգավիճակում է գտնվում։ Այսինքն այդտեղից հստակ ինֆորմացիա ստանալ, այսօր մենք փաստաբաններս այդ խնդրեմը ունենք, չենք կարողանում, որտեղ դատալեքս համակարգը ընդհանուր առմամբ խափանված է։ Դրա փոխարեն իրանք գործի մասնակից են, ունեն դատարանի որոշումները թղթային տարբերակով, որը հենց հիմա նաև իմ ձեռքի տակ է, որտեղ հստակ դատարանը վարույթ է ընդունել մեր վիճարկման հայցը, ավելին երրորդ անձ ներգրավելու որոշում կա դատարանի կողմից, որտեղ եւս նշված է, որ քանի որ վիճարկվում է պետական ռեգիստրի, կադաստրի կողմից տրված իրավունքի վկայականները, հետեւաբար դատարանը նաեւ համաձայնագիրը, որով կնքվել է Սունդուկյանի եւ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ, այս բոլորը քանի որ վիճարկվում է, այս մարմիններին եւս երրորդ անձ են ներգրավել։ Այսինքն ակնհայտ է։ Հիմա տեսեք, իրանք ներկայացնում են, մենք ստեղ ենք հիմա, փաստացի ասում ենք, որ դուք շարունակում եք ապօրինություն, իրավունքի խախտում ցուցաբերել եւ առնվազն վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այն մասով, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է, որ ըստ էության իրենք կասեցնում է իրենց գործողությունները, առաջարկում ենք, պահանջում ենք դադարեցնել իրավունքի խախտումը շարունակաբար, հակառակ պարագայում հիմա մեր պահանջը ըստ էության մեր նաև գործողությունները թե պատկան մարմիններին հրավիրելն է, որպեսզի այս հարցերը իրականում նաև գնահատական տրվի եւ ըստ էության ոստիկանությանը պետք է հրավիրենք, որպեսզի չխոչընդոտվի մարդկանց մուտքը, առնվազն կասեցվում է իրանց գործողությունը, մինչդեռ իրանք շարունակում են այս ապօրինի գործողությունը։ Ընդ որում, մի բան էլ ես ասեմ, ուղղակի որ պարզ լինի, եթե իրանք ներկայացնում են, որ
մենք ենք ոնց որ ասողը, պահանջողը, մեր պահանջն է, բայց իրանք մեկտաբանում են, որ սա ճանաչման հայց է։ Այդ դեպքում իրենք պարտավոր են հիմնավորեն ապացուցեն, թող բերեն դատարանից, մենք բերել ենք թղթեր, որոնցով մենք հիմնավորում ենք, որ սա վիճարկման հայց է։ Եթե իրանք չեն ընդունում, որ սա վիճարկման հայց է, ուրեմն իրենք են պարտավոր դա ապացուցելու, որ սա վիճարկման հայց չի։ Հետևաբար իրենք պետք է ներկայացնեն այս ճանաչման հայցի հետ կապված փաստաթղթերը։ Մենք գտնում ենք, որ շարունակում են ստեղ ապօրինությունները, ընդ որում նաև ըստ էության զերծ մնալով որոշակի որակումներ տալու, մենք ամենայն հարգանքով չենք եկել, ձեզ չենք իմ գործընկերները չեն հրավիրել, որպեսզի լուսաբանվի մամուլի ասուլիս տեղի ունեն, այլ եկել ենք մեր պահանջը փոխանցելու։